Հոմեոպաթիան ինքը իր բնույթով համարվում է, այսինքն հիմքը հոմեոպաթիայի ճշգրիտ գիտություններն են եւ ինքը համարվում է բժշկության դեպի պրոֆեսիոնալիզմի տանող մեթոդ, բայց իրականում հոմեոպաթիայի մեջ են մտնում եւ նույնիսկ բուսաբուժությունը։ Այսինքն հոմեոպաթիայի պրեպարատների հիմքը բույսերն են, միներալները եւ որոշ դեպքում նաեւ կենդանական աշխարհը։ Կենդանական աշխարհ, օրինակ մեղվի թույնը, ոստրեի երբերկանների պացիանի միջի շերտը եւ այլն, որտեղ միներալներ կան։ Այն կարծիքը, թե հոմեոպաթիան դա հեքիմություն է կամ ինչ-որ կախարդություն է եւ այլն, դա ավելի շատ չիմացության արդյունք է, բայց չիմացությունը վատ բան չի, եթե մարդը չի պնդում իր չիմացածը, այլ ձգտում է ուսումնասիրել, նոր կարծիք կայացնել։ Խելացի չէ, երբ մարդը առանց ուսումնասիրելու, առանց իմանալու որևէ կարծիք է կայացնում, դա մինիմում խելացի մարդու արած չէ։ Հոմեոպաթիան ինքը մինչև այսինքն ինքը սկսեց համակարգվել դեպի պրոֆեսիոնալիզմի գնալ 1796 թվականից Սամուել Հանեմանի միջոցով, այսինքն ինքը համակարգեց, չնայած որ հոմեոպաթիան ինքը եղել է շատ վաղուց, բայց համակարգված բնույթ չի կրել։ 1796-ից սկսած մինչև 1906 թիվը ժամանակակից բժշկությունը այսօր կա ավանդական համարվում էր արդեն հին դպրոց։ Հոմեոպաթները, եթե կլասիկ պրոֆեսիոնալ հոմեոպաթները, հիմիկվա այս մեթոդը, որը կա, ալոպաթիան, այսինքն ժամանակակից համակարգային բժշկությունը, դա հիմա էլ են համարում հին դպրոց, դա հնում էր մնացել։ 1906 թվականից նորից այս ալոպաթիան, որը հիմա մարդկանց մեծ վնաս է տալիս, Ռոթշիլդները, այսինքն մասոնները սկսեցին ֆինանսավորել եւ դա դարձավ աշխարհի ամենաեկամտաբեր աղբյուրը իրենց համար եւ այսօր աշխարհի մի քանի տասնյակ ֆարմ կամպանիաներ են, որ մեծ գումարներ են աշխատում, իսկ մնացածը, այսինքն կողքից արտադրողները, դրանք թույլ ցածր արտադրություն են, հիմնականում աշխարհի, այսինքն մասոնները այդ ձևով իրենց բիզնեսի աղբյուր սարքեցին, ֆինանսավորելով եւ սկսեցին համաշխարհային մակարդակով առաջ տանել։ 1906 թվականից սկսեց նորից այս հին դպրոցը, որ մնացել էր ալոպաթիան, նորից առաջ տանել, ասեմ, որ այն որ հիմիկվա ալոպաթիան իրենք էլ կոչվում են ավանդական բժշկություն, այդտեղ ավանդական գրեթե ոչինչ էլ չի մնացել։ Ավանդական բժշկության մեջ շատ մեթոդներ, չեմ ասի լրիվ են ճիշտ է, որտեղ շատ սխալ մեթոդներ են եղել, բայց մի մասը էլի հիմնված է բնության վրա, այսինքն ծառեր, բույսեր եւ այլն, այսօր այդ ամենը հերքվում է նույն ավանդական իրենց կոչող ավանդական բժիշկների կողմից, այսինքն այդ մեթոդի բառ ներկայացուցիչների կողմից եւ անցել են քիմիական իրենց կամային բաղադրություններին եւ ուրեմն նշել նաեւ, որ երբ որ ասում են ապացուցողական բժշկություն, այսօր ապացուցողական բժշկությունը միակ ուղղությունը որ կա, դա հոմեոպաթիան է։ Ինչու, որովհետև հոմեոպաթիայի հաշվարկները, ընդհանրապես այդ գիտությունը հիմնված է մաթեմատիկական հաշվարկների վրա, այսինքն ճշգրիտ գիտության վրա։ Իսկ ավանդական, այսինքն ալոպաթիան, որ այսօր գործում է, դա եզրակացությունների վրա է
կապված, նույնը ապացուցում են կոնսիլիումները, որ իրենք անում են։ Կոնսիլիումը ցույց է տալիս, այսինքն հավաքվում են մի խումբ բժիշկներ, իրենց կարծիքներն են առաջարկում, եւ նույնիսկ լինում է, որ իրեր հակառակ կարծիքներ կարող են առաջարկել տվյալ պացիենտի բուժման համար։ Դա արդեն ցույց է տալիս, որ այդտեղ չկա ճշգրիտ գիտություն, որովհետև ճշգրիտ գիտությունում կարծիքները չեն կարող իրար իրարից տարբերվել։ Հոմեոպաթիան ինքը ունի այսօր բաժանում է կլասիկի եւ կա այդ անգլիական ուղղությունը, որ ցածր թույլ դոզաներով դեղեր է աշխատում, այսինքն ճիշտ ճշգրիտ գիտության, այսինքն ճշգրիտ աշխատում է կլասիկ հոմեոպաթիան այսօր եւ շատ լուրջ հիվանդություններ հենց կլասիկն է օգնում պացիենտին ազատվել այդ լուրջ հիվանդություններից։ Որն հոմեոպաթիկ դեղամիջոցները դրանք բնական միջոցներ են, բայց մաթեմատիկական հաշվարկներով է ստեղծված, այսինքն ուժերը տարբեր են, ազդեցության ոլորտները տարբեր, դեղորայքները ունեն երկու ուղղություն, այսինքն միջև որոշակի նոսրացում իրենք աշխատում են մոլեկուլյար մակարդակով, այսինքն աշխատում են հյուսվածքների հետ։ Դա երբ որ փոփոխությունները հիվանդության կատարվում են հյուսվածքների մակարդակով։ Եվ կան հիվանդություններ, որոնք կենտրոնական նյարդային համակարգից են գնում այդտեղ, այսինքն ստրես կոնֆլիկտներից կամ տրավմաներից եւ այլն, այդ ժամանակ հոմեոպաթիկ դեղորայքները, որոնք կան նաեւ նանոմասնիկների բաղադրությամբ, նանոմասնիկները ազդում են կենտրոնական նյարդային համակարգի միջոցով, հիպոֆիզի միջոցով, որը ավելի արդյունավետ է դարձնում բուժումը, այսինքն այդ ժամանակ կենտրոնական համակարգին ցույց է տալիս իր հիվանդությունը, նյարդային համակարգին, եւ կենտրոնական նյարդային համակարգը ինքն է մեխանիզմը բուժման։ Հոմեոպաթիկ, կլասիկ հոմեոպաթիայի մեխանիզմը սա է. մարդը հոգևոր էակ է, օրինակ ալոպաթիան նայում է մարդուն որպես նյութ, դա այդպես նայելով անհնար է պացիենտին բուժել։ Կլասիկ հոմեոպաթիա մարդուն դիտարկում է որպես հոգևոր մի ամբողջություն, այսինքն ինքը բացի մարմնից ունի նախասիրություններ, ապրելակերպ, բարդություններ, տրամադրության անկումներ, բնավորություն եւ այլն, բացի ֆիզիկական հիվանդությունից, որովհետեւ ֆիզիկական հիվանդությունները կարող են առաջանալ բնավորությունից էլ, կարող են առաջանալ ապրելակերպից էլ, սխալ ապրելակերպից, նույն ձևի սննդից եւ այլն եւ այլն։ Եվ հոմեոպաթիան աշխատում է մարդու կենսական ուժի հետ։ Աստված մարդուն տվել է կենսական ուժ։ Կենսական ուժը մարդու կախված չի մարդու կամքից։ Այսինքն մեխանիզմները մարդու իրենք որ միանում, երբ որ հիվանդություն կա։ Օրինակ, երբ որ ինֆեկցիա է մտնում օրգանիզմ, տաքությունը բարձրանում է, որպեսզի իմունային համակարգը հաղթահարի։ Երբ որ թունավորում է լինում, մարդը հետ է տալիս կամ լուծ է ընկնում կամ հաճախամիջոց։ Եթե թոքերում բորբոքում է լինում, հազով խորխոր դուրս է գալիս։ Այսինքն կենսական ուժին խանգարել, որը կատարում է ալոպաթիան այսօր, այսինքն սիմպտոմատիկ բուժումը հենց կենսական ուժին է խանգարում, ճնշում է, կտրում է դնում։ Հոմեոպաթիան դրդում է կենսական ուժին, որպեսզի կենսական ուժը մեխանիզմը միացնելով ինքը բուժի։ Հոմեոպաթիայի հիմքը կլասիկ հոմեոպաթիայի սա է։ Եվ այդ պատճառով է, որ խրոնիկ հիվանդությունները հոմեոպաթիան է բուժում, որովհետև եթե դեղորայքային բժշկության մեջ ենք նայում, որովհետև խրոնիկ հիվանդության ժամանակ մեծ մասամբ օրգանիզմը իր հիվանդությունը չի տեսնում։
Եվ հոմեոպաթիան օգնում է հիվանդությունը նորից տեսնում է օրգանիզմը, նորից մեխանիզմները միացնում է, որպեսզի այդ հիվանդությունը այստեղից է, որ ժառանգական հիվանդությունն երեխաները ծնվում են ժառանգական հիվանդությամբ եւ իրենց օրգանիզմը այդ դեպքում չի տեսնում այդ հիվանդությունը, եւ հոմեոպաթիան շատ լավ օգնում է ժառանգական հիվանդությունները բուժելու ժամանակ։ Խելացի մարդը սկզբից կուսումնասիրի, նոր կարծիք կկազմի։ Հոմեոպաթիկ նաև բուժման մեթոդը սա է, բուժում է, այսինքն ոչ թե հակառակ ազդեցությամբ, այլ նմանով, այսինքն մեծ դոզա ինչ հիվանդություն որ առաջացնում է, որովհետև օրինակ վերցնենք մեղվի թույնը, եթե մեղուն կծում է, այտուց է առաջ եւ ծակող ցավ։ Նույն ձևի մեղվի թույնի փոքր դոզայով, այսինքն անհամեմատ փոքր դոզայով, որը նույնիսկ ալերգիկ ինչ-որ ազդեցություն չունի, բժշկում է այդ այտուցները։ Նույնիսկ հնդկական ցեղեր կային, որ այդ ինֆեկցիաների ժամանակ որ մարդիկ այտուցվում ու մահանում էին, իրենք մեղուն վերցնում էին, վառում էին, հետո փոշի էին սարքում, մանրացնում էին, փոքր դոզան ուտում էին ու այդ իրենց այտուցը բուժվում էր։ Նույնիսկ այդ ժամանակ հոմեոպաթիան օգտագործել է փոքր դոզայով, երակների բորբոքումը սուր ժամանակ, ծերպանցին, այսինքն ծերպանցի յուղը, որ ստացվում է սոճի ծալից, սոճուտի անտառներից, որ վերցնում է, այդ որ վերամշակում են, այդ փոքր դոզայով այդ վերամշակված, այսինքն խեժը վերամշակում են, ծակում են յուղից շատ փոքր դոզայով չափաբաժինը բուժում է թոքաբորբը, նույնիսկ COVID-ը այդ դեղամիջոցով լինում է այն սուր պահը 2-2.5 ժամ անցկացնում։ Բայց դրա մեծ դոզը նկատվել է թոքաբորբ, նույն, այսինքն դուք հոգել լորձաթաղանթների բորբոքում, լիակատիվ, այսինքն այնտեղ որտեղ լորձաթաղանթներն են եղել բորբոքում։ Այսինքն նմանով, այսինքն մեծ դոզան ինչ հիվանդության որ առաջացնում է, դրա փոքր դոզան դա բուժում է, բժշկում է։ Այսինքն մեխանիզմներ են միացնում, օրգանիզմը ցույց է տալիս, որ այսպիսի հիվանդություն կա քեզ մոտ ու օրգանիզմը միացնելով այդ հիվանդությունը ինքը իրեն բուժում է։ Սա է հոմեոպաթիկ, կլասիկ հոմեոպաթիայի մեթոդը եւ կառուցվածքը ամբողջ։ Ճիշտ է, հմուտ բժիշկը փորձի հիվանդությունը բժշկել, այլ ոչ թե ախտանիշը ճնշել, եւ նույնիսկ Գրիգոր Տաթևացին էր ասում էր ճիշտ այսինքն բժիշկը պատճառը կհանի, այլ ոչ թե, այսինքն ոչ թե մենք սիմպտոմը պիտի հեռացնենք, ճնշենք, գետի դիմացը փակենք, որովհետեւ մի տեղից դուրս է գալու, այլ հիվանդությունը բժշկելով, այսինքն պատճառը հեռացնելով, եթե հունից դուրս է եկել, հունը կարգավորել, որ իր հունով գնա, ոչ թե դիմացը փակել։ Առողջ եղեք։